Բուն TV եթերում գիտության մարդիկ հաղորդաշարն է եւ իմ հյուրն այսօր Շուշան Աբրահամյանն է։ Շուշան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ Աննա։ Դու երազում ես լրագրող դառնալ, բայց քո ճանապարհները քեզ տարան սոցիոլոգիայի ֆակուլտետ։ Նախ ինչու էր քեզ հետաքրքրել լրագրություն մասնագիտությունը եւ ինչու որոշեցիր, որ այնուամենայնիվ պիտի սոցիոլոգիայի ֆակուլտետ ընդունվես։ Իրականում շատ երկար ճանապարհ էր։ Երևի այդպես 13-14 տարեկան էի, որ սկսեցի մտածել լրագրության մասին ու նույնիսկ չեմ հիշում որտեղից է այդ միտքը եկել։ Ենթադրում եմ, որ ուղղակի միաժամանակ շատ տարբեր բաներով էի հետաքրքրված ու հիշում եմ, որ չէի ուզում էի հետաքրքիր աշխատանք, չէի ուզում, որ միատոն լիներ աշխատանքս, ուզում էի հետաքրքիր լիներ, նոր բաներ սովորեի ընթացքում ու գրել էի շատ սիրում։ Իսկ որ ասում ես տարբեր բաներով էի միաժամանակ հետաքրքրված, ինչ էր երգ, պար, թատրոն, ինչով էի հետաքրքրված։ Հիմնականում հումանիտար։ Այդ առումով իմ հետաքրքրությունները շատ միանշանակ էին հենց դպրոցից։ Ես շատ սիրում էի օտար լեզուներ, շատ սիրում էի պատմություն, հոգեբանությամբ էի այդ ժամանակ դե տարիքում ինձ թվում է բոլորն էլ հետաքրքրվում են։ Դրանով էի հետաքրքրված սոցիոլոգիայով էի հետաքրքրված ու քանի որ նաև գրել էի սիրում, որ ակամայից ինչ որ պահից ես հիշում եմ արդեն իմ մտքում հստակ լրագրություններ ու ես նույնիսկ այդ ժամանակ քվանտ վարժարանում էի սովորում, նույնիսկ այնտեղ փորձում էի հարցազրույցներ անել, կարծեմ աշակերտական այդպես թերթ էինք փորձում ակտիվացնել, որովհետև կար ժամանակին հետո պասիվացնել, մենք նույնիսկ փորձում էինք գրել, այնտեղ փորձել եմ ինչ որ բաներ անել ամեն դեպքում, որովհետև ինձ շատ ուժեղ հետաքրքրություն ունեի, էլի։ Իսկ գրելու հանդեպ հետաքրքրությունը հիշում ես ոնց էր եկել ու ոնց էր դա արտահայտվում, այսինքն ինչ որ տեքստեր, շարադրություններ, մտքերդ փորձում ես ձևակերպել այդ տարիքում։ Գրել ես ինչ հիշում եմ, սիրել եմ։ Ինչ տառերը սովորել եմ ու ոչ միայն սիրել եմ, այլև ինքնըստինքյան եմ մի տեսակ մոտս միշտ ստացվել, այսինքն ես դրա կարիքն եմ նաև զգացել անելու ու ես օրինակ հիշում եմ, երբ դեռ շատ փոքր էի ու նոր այն պենզիում համակարգիչներից կար տանը ես բացում էի ուղղակի այդպես Word դոկումենտը ու մեջ ինչ-որ պատկերներ էի դնում ու ինչ-որ շարադրություններ էի ինքս իմ համար գրում, փոքր տեքստեր, երևի տես 8-9 տարեկան կլինեի ու մեկ-մեկ այսպես հետ եմ գնում, հիշում եմ այդ ու ասում եմ փաստորեն այն ժամանակվանից այսպես հստակ ունեի էլի այդ հետաքրքրությունն իմ մեջ, որ ոչ ոք ինձ չէր ասել դա արա, ուղղակի այդ էր ինձ հետաքրքիր։ Բայց ինչու գնացիր սոցիոլոգիայի ֆակուլտետ եւ ոչ լրագրության։ Ինձ թվում է մտածեցի, որ ուզում եմ լայն մտահորիզոն ունենալ ու հավատացած էի, որ սոցիոլոգիայի միջոցով ես դա ձեռք կբերեմ։ Իրականում մինչև հիմա էլ հավատացած եմ, որ այդ ընդհանուր զարգացվածությունը ու ընդհանուր տեղեկացվածությունը շատ կարևոր է լրագրության մեջ եւ այդ տեսանկյունից ես իդեպ միաժամանակ եւ լրագրություն եւ սոցիոլոգիա էի դիմել համալսարան դիմելիս, ուղղակի այնտեղ մեր ժամանակ հայտերը ոնց որ ըստ հերթականության էի դասավորում, ինձ մոտ առաջինը սոցիոլոգիան էր, հետո լրագրությունը, ու ես նույնիսկ չգիտեի ինչ քննություններ պետք է անցնեմ լրագրության համար, ուղղակի այսպես էքսպերիմենտալ հայտիս մեջ դրել էի, որովհետեւ ամեն դեպքում հետաքրքիր փորձել ուժերս, այսպես ասեմ։ Ու մի քանի օր առաջ իմանում եմ, որ այնտեղ մի քննություն կար, որտեղ պետք է շարադրություն գրել ու մի ուրիշ քննություն կար, որտեղ պետք է ուղղակի բանավոր քեզ հարցեր էին տալիս, պատասխանում էիր։ Ու այդպես համապատրաստից գնում եմ, այնտեղ լսում եմ, նստած միջանցքում սպասում եմ, երբ իմ հերթը գալու, լսում եմ ինչ-որ ծնողներ խոսում են, «Օй, 14-ը ստացել շնորհավոր ես», ինչ լավ մտածում եմ։ Հիմա այս ինչ կլինի էլ ես լրագրության քննությունը, արդյունքում նորմալ հանձնեցի ու նույնիսկ ավելի բարձր հավաքեցի։ Սոցիոլոգիայի քննությունները, բայց հայտս առաջինը սոցիոլոգիան էր ու այդ մտքից հետ չէի կանգնել, էլի, այսինքն ես էլի ամեն դեպքում հետաքրքրված էի սոցիոլոգիայով ու իրոք այսպես անունն էլ արդեն հետաքրքիր էր հնչում։ Դե 17-18 տարեկան էի, շատ բան չէի կարող իմանալ, բայց այն ինչ գիտեի, իմ համար շատ գրավիչ էր, շատ հետաքրքիր էր ու այսպես ես միտքս շատ բաց եմ գնացել այդ ֆակուլտետ, այն մտքով, որ այստեղ հիմա այնքան բաներ կսովորեմ, այնքան տարբեր ոլորտներից, այնքան տարբեր բաների մասին, որ այդ ինձ հետագայում շատ կօգնի լրագրության մեջ։ Ու արդյունքում այնքան հավեսով ու այնքան հետաքրքրությամբ սովորեցի սոցիոլոգիայի ֆակուլտետում, որ հասկացա, որ դրանով էլ եմ ուզում զբաղվել։ Այն
Սոցիոլոգիայի ֆակուլտետում ինչն էր, որ քեզ այդքան հետաքրքրեց առարկաները, որոնք անցնում էի, մարդիկ, որոնք դասավանդում էին, թեմաները, ինչն էր, որ քեզ մոտ այդպիսի հետաքրքրություն առաջացրեց, որ ի սկզբանե որոշված մասնագիտությանդ հավասար սկսեց սոցիոլոգիան քեզ հետաքրքրել։ Առարկաներն էլ էին, դասախոսներն էլ շատ մեծ դեր ունեցան, որովհետև ես այնպիսի միջավայր էի ընկել, որտեղ շատ կարևոր էր քո կարծիք արտահայտելը, քո քննադատական մտածողությունը, վերլուծական մտածողությունը, ու դասերն այնքան ինտերակտիվ էին անցնում, այնքան հետաքրքիր էին անցնում, որ իսկապես այսպես հիշում եմ, թե իմ համար ինչքան կարևոր բացահայտումների շրջաներ էր, ինչքան հետաքրքիր ինձ համար ամեն նոր բան սովորելը։ Ու այդ իրականում շատ հետաքրքիր էր ինձ համար, թե ոնց կարող է կարևորվել այն, թե դու ինչպես ես մտածում, ոչ թե այն, թե դու ոնց ես լավ սովորում գրքում գրված, ասենք, կամ լեկցիան։ Այդ իրոք անգնահատելի փորձ էր այդ տեսանկյունից։ Մինչև գնալն էլ էլի ես բացել առարկաները նայել էի, ինչ են լինելու, մի քիչ հարցուփորձ էի արել, գիտեի ինչ տիպի ընդհանուր կրթությունն անցնում, գիտեի, որ ընթացքում նաև ինչ-որ օրինակ հարցումներ են քանել ու էտել էր հետաքրքիր դե տարիքում sense արկածախնդրություններ կա, մտածում ես հավես կլինի գնալ փորձել։ Մենք նույնիսկ երկրորդ կուրսից կուրսայինն էինք գրում օրինակ, երկրորդ կուրսում կուրսային էինք անում, երրորդում արդեն փոքր մեր հետազոտությունն էինք անում, չորրորդում էլի ոնց որ հետազոտություն ուղղակի մի քիչ ավելի խորացված, արդեն դիպլոմային է, այսինքն մենք նույնիսկ երկրորդ կուրսից սովորում էինք այդ գրելու, դա էլ շատ հետաքրքիր էր, որովհետև դու կարողանում էիր քո հետաքրքրությունները, սոցիոլոգիան իրականում տալիս է այդ ճոխությունը, որ դու կարողանում ես քո հետաքրքրությունները հետաքրքիր, հետազոտահեն կերպով բացահայտել նորովի։ Իսկ օրինակ ինչ թեմաներ էին դրանք, որոնց վերաբերյալ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսում հետազոտություններ էիր անում ու որոնք ներառում էին քո տարբեր հետաքրքրություններ։ Ի սկզբանե արվեստներ իհարկե, ու ես երկրորդ կուրսում հիշում եմ երաժշտության սոցիոլոգիայի մասին եմ գրել, այսինքն ավելի շուտ կենտրոնացել էի հակամշակույթներ, ենթամշակույթներ ու երաժշտություն, հիպիների մասին էի գրել եւ այլն, որովհետեւ տեսական փոքր կուրսային աշխատանք էր, ու ես գրել էի այն մասին, ոնց որ ինչը իմ սրտին մոտ էր, ինչը ինձ հարազատ էր, ու ես քանի որ շատ սիրում էի այդ երաժշտությունը, շատ ուզում էի դրա մասին ավելի շատ բացահայտել ու այստեղ էլի այդ հնարավորությունը տալիս էր ինձ սոցիոլոգիան, որ ես կարող էի դա ավելի վերլուծական կերպով փորձել հասկանալ, ոչ թե զուտ էմոցիոնալ։ Մեկը մյուսին իհարկե չի հակասում, բայց ոնց որ այսպես հաճելի հավելում եղավ էլի այդ ամեն ինչին։ Երկրորդ կուրսում դրա մասին գրեցի, երրորդ կուրսում այսպես փոխվեց կրթության մասին գրեցի, բայց էլի շատ հետաքրքիր փորձառություն էր, որովհետև մի հետաքրքիր տեսաբանի գիրք էի կարդում, հետարդյունաբերական քաղաքներում աշակերտների շրջանում հետազոտություններ արել ու ցույց էր տալիս, թե ոնց են այդ աշակերտները վերարտադրում են աշխատանքները, վերարտադրում են պրակտիկաները, որոնք իրենց ծնողներն են ունեցել ու ոնց որ ես այդ գրքով ոգեշնչված գնացի Երևանյան դպրոցներից մեկում իմ հետազոտությունն նայեցի, աշակերտների հետ խոսեցի, ուսուցիչների հետ խոսեցի, ինձ հետաքրքիր ոնց են դասղեկներն օրինակ սահմանում, որ աշակերտն է լավ, ով է վատ, ով ավելի շատ հետաքրքրված կրթությամբ, ով չէ, ու 9-րդ դասարանցիների հետ էի անում, որ հասկանայի ոնց են իրանք որոշում շարունակեն ավագ դպրոցում կրթությունը, թե չգիտեմ ավարտեն 9-րդ դասարանով։ Այսինքն սոցիոլոգիական էին, բայց մարդաբանական շատ տարրերել էին պարունակում այն հետազոտությունները, որոնք ուսանող ժամանակ իրականացնում էիր։ Ինչ որ չափով գուցե, ամեն դեպքում այդ ժամանակվանից կար հետաքրքրություն դեպի մարդաբանությունը, բայց այդքան սուր չէր։ Ինձ թվում է ինձ մոտ ավելի շատ ոնց որ վերահաստատվեց ու ամրապնդվեց, այսպես ասեմ, հետաքրքրությունը դեպի սոցիալական մարդաբանություն, երբ ես արդեն մագիստրատուրա էի անում կենտրոնական եվրոպական համալսարանում, որովհետև այնտեղ ծրագիրը օֆիցիալ կոչվում էր սոցիոլոգիա եւ սոցիալական մարդաբանություն, ու ես այսպես շատ վստահ գնացի, որ ես ինձ սահմանում եմ որպես սոցիոլոգ, մարդիկ այնց սահմանում են որպես սոցիալական մարդաբան, բայց այդ մի տարվա ծրագիր, մի տարվա ամերիկյան մագիստրատուրա էր, մի տարի էր էլի տևում, որ ավարտեցի ես այդ տարվա վերջում, ասենց իսկապես զգում եմ, որ ես երկու դիսցիպլինների մեջտեղում եմ, որովհետև այն ինչ կարևոր էր, ոնց որ հետազոտության թեմաներն են ու այն թե ոնց ենք մենք գիտելիք վերարտադրում, գիտելիք գեներացնում, թե արդեն որ դիսցիպլինի մեջ էր, այդ սահմաններն ինձ համար ամեն դեպքում դարձել էին շատ լղոզված, որովհետև մի կողմից կարդում էի սոցիոլոգների, մի կողմից կարդում էի մարդաբանների ու
այն բոլոր հեղինակները, ում ես կարդացել եմ, շատ օգտակար են եղել, էլի ինձ համար։ Դեռ կգանք քո մագիստրոսական կրթությանը եւ մարդաբանության հանդեպ հետաքրքրությանը, բայց վերադառնալով բակալավրի տարիներ, ողջավորված էիր այդ սոցիոլոգիական հետազոտություններով, թեմաներով, դասերով, առարկաներով, բայց դրան զուգահեռ լրագրության մեջ ինչ որ բաներ փորձում էի անել, կրթություն ստանալ, փորձեր թղթակցել, ինչ որ լրագրողական աշխատանքներ անել, թե այդ հետաքրքրությունը այդ շրջանում մարել էր։ Այդ շրջանում կարող եմ ասել, որ ահագին пассив էր այդ հետաքրքրությունը, մի երկու փոքր փորձ եղավ, բայց այսպես շատ մեծ փորձեր չեղան, ավելի շուտ քանի որ լրագրության հանդեպ հետաքրքրությունը եկել էր գրելուց, ես զուտ ինքս ինձ համար ստեղծագործական էլի գրում էի այդ շրջանում, ու այսպես ինձ ամբողջությամբ ինձ թվում է տվել է այդ բակալավրիատի կրթությանը, այդ շրջանում, ասում եմ, բացի մի քանի փոքր փորձից, լրագրությամբ այդքան չեմ փորձել զբաղվել։ Իսկ երբ որ արդեն որոշում էիր գնալ Վիեննա սոցիոլոգիական, կամ սոցիոլոգիական գծիկ մարդաբանական կրթություն ստանալու, պատկերացնում էիր, որ կարիերատ պիտի սոցիոլոգիայի ոլորտում շարունակես։ Չէ, ու դա շատ հետաքրքիր է։ Ոնց եղավ։ Շատ հետաքրքիր, ականում Բուդապեշտում էր մեր տարի դեռ համալսարանը, մեզնից անմիջապես մի տարի հետո նոր տեղափոխվեց Վիեննա, ես եմ վերջի սերունդներից էի, էլի, որ Բուդապեշտում հասցրեց սովորել։ Այդ ժամանակ չէ, ես ուղղակի այսպես բացել նայել էի առարկան։ Ես իրոք այսպես որ նոր էի բակալավրիատն ավարտել, ուզում էի հասկանալ իմ տեղը գտնել, այսպես էլի մտորումների մեջ էի, էլի մտածում էի կարող եմ այն դեպքում լրագրություն թե չէ սոցիոլոգիա, ու այսպես մտքերի մեջ ես բացում նայում եմ այդ առարկաների ցանկը համալսարանին, իսկապես շատ դուր է գալիս, ասում եմ գուցե արժի փորձել։ Ու այդ ժամանակ չի ասի, որ լիարժեք այսպես հաստատ համոզված եմ եղել, ինձ ուղղակի էլի հետաքրքիր գիտության ու կրթության հանդեպ այդ հետաքրքրությունս, ինձ sense շատ սպոնտան ձևով, այնպես այս, որ ես հայտնվեցի Բուդապեշտում ու կենտրոնական եվրոպական համալսարանի փորձը շատ հետաքրքիր էր ինձ համար։ Առաջին անգամ որ ես այդքան երկար ժամանակ բացակայում էի Հայաստանից ու շատ միջազգային միջավայրում էի հայտնվել, ու ոչ միայն համալսարանն էր, այդպեսին այլև հանրակացարանում էի մի հատ էլ ապրում, այսինքն իմ ամբողջ այդ մի տարին ասենց շատ հետաքրքիր շփումների մեջ անցել ու միևնույն ժամանակ նաև կրթական առումով էլ շատ հետաքրքիր բացահայտումներ եմ ինքս ինձ համար արել էլի այդ շրջանում, այսպես վերցնում էի այն առարկաները, որոնք ինձ հետաքրքիր են, օրինակ վիզուալ մեթոդների վերաբերյալ դաս էի վերցնում, դոկումենտալ ֆիլմ արտադրության վերաբերյալ դաս էի վերցնում, այնպիսի դասեր, որ, չգիտեմ, շատ այսպես հետաքրքիր էին եղել։ Իհարկե ես էլի վերցրել էի արվեստի սոցիոլոգիա, որովհետև դա իմ հիմնական հետաքրքրությունն էր շարունակում մնալ։ Ու նույնիսկ վերջում թեզս էլի գրեցի այդ թեմայով, այսինքն ես էլի վերադարձա արդյունքում այն թեմային, որի մասին փորձել էի գրել դեռևս երկրորդ կուրսում, հետո արդյունքում մի քիչ փոխել էի թեմաներից երրորդ տարի կամ ավարտական տարում բակալավրիատի, բայց մագիստրատուրայում էլի ես հետ եկա դեպի այդ թեման։ Երաժշտություն էլի, թե արվեստի մեկ այլ ճյուղ վերցրիր։ Street art-եր այս անգամ street art-եր ու հետաքրքիր կոմբինացիա ստացվեց թեմատիկ առումով, որովհետև եղան եւ քաղաքային ուսումնասիրություններ, եւ արվեստ, եւ պրոջեստ, այսպես ասած։ Հայաստանում էիր, Հայաստանի վերաբերյալ էիր անում։ Երևանի մասին էր, այնտեղ այնպես էր ծրագիրը, որ խրախուսվում էր, որ դու վերադառնաս քո երկրում հետազոտությունն անես։ 1 ամիս եմ ստեղ եղել, 1 ամիս եկել եմ դաշտային աշխատանք եմ արել, գնացել այնտեղ գրել եմ իմ թեզը։ Իրականում, եթե 2 տարվա մագիստրատուրա անող մարդիկ մի քիչ ավելի երկար էին այդ ամենն անում, ինձ համար մի ամիս էր այդ դաշտային աշխատանքը, բայց շատ հետաքրքիր ու շատ խիտ էր։ Ես այսպես եկա, մի անգամից փորձեցի արտիստների հետ կապ հաստատել ու այնքան ահռելի տվյալներ են ես հիշում եմ հավաքել այնքան ու ինձ համար էլ նոր թեմա էր ես էլ sense շատ հետաքրքրված էի բացահայտել ամեն ինչ որ այդքան տվյալներով sense գնացել եմ ու չեմ հասկանում ինչի վրա հիմա ես կենտրոնանամ հիմա իմ թեզը ինչի շուրջ պետքա պատտվի որն է դրա առանցքը արդյունքում այսպես ընթացիկ քննարկումներով եւ ամեն ինչով նենց լավ ինտելեկտուալ միջավայրում էի հայտնվել, որ իրականում անընդհատ խրախուսվում էր, որ մեկը մյուսի հետ քննարկեք ձեր թեմաները, փորձեք հասկանալ ինչը ոնց, ու այդպես վերջում կողմնորոշվեցի, էլի, թե որողությամբ պետքա գնամ։ Ասում ես, երբ որ գնացիր այնտեղ, քեզ սահմանում էիր որպես սոցիոլոգ, երբ որ արդեն մագիստրատուրան ավարտում էիր, զգացիր, որ կարող է սոցիոլոգ գծիկ մարդաբան, ուսումնական գործընթացի հետազոտության այդ ընթացքի մեջ ինչն էր, որ քեզ բերեց նրան, որ դու հասկացար, թե ինչքան է մարդաբանությունը քեզ հետաքրքրում։
Ինձ թվում է այն ստեղծագործական ազատություն ինչ որ զգացի մարդաբանության մեջ մի քիչ ավելի, որովհետև հաճախ այնց հետաքրքիր տենդենսներով էր սոցիալական մարդաբանությունը գնում, որ ինչ որ պահի նույնիսկ սկսում էր նմանվել գեղարվեստական գրված տեքստերի, ոչ թե նմանվել, մրցակցել նույնիսկ այդպիսի տեքստերի հետ, եթե մենք խոսում ենք օրինակ էթնոգրաֆիական տեքստերի մասին, դրանք այսպես շատ գեղեցիկ գրված տեքստեր են, շատ նույնիսկ պոետիկ գրված տեքստեր են եւ այլն։ Ու ինձ թվում է ինձ դա շատ գրավեց ու մյուս կողմից մեթոդաբանական այդ հարստությունն են մեթոդները, որ դու ունես ու կարող ես տարբեր մեթոդներով աշխատել ու որ չպետք է քեզ սահմանես մենակ մի այսպես շատ նեղ, այսպես ասեմ օրթոդոքս մեթոդներով, այլ փորձես հնարավորինս լայն մտահորիզոն ունենալ ու քո հետազոտական թեման հնարավորինս լայն տարբեր կողմերից ուսումնասիրել էլ։ Իհարկե այնքան լայն չէ, որ հետո կորես չիմանաս ասելիքդ ինչի մասին էր կամ ինչն ես վերլուծում, բայց բաց լինես մտքով էլի։ Հետո տարբեր գիտակարգերի մեջտեղում այնքան հետաքրքիր բաներ կարելի է գտնել, թեմաներ, որ երևի վերադարձել Հայաստան, սոցիոլոգիայի ֆակուլտետ նորից, ինչ սկսեցի անել այստեղ հետազոտություններ, դասավանդում, ոնց շարունակեցիր ճանապարհդ։ Մինչև սոցիոլոգիայի ֆակուլտետ գալի իրական շատ տարբեր տեղեր եմ աշխատել եմ ՀԿ-ների հետ, աշխատել եմ նույնիսկ դոկումենտալ ֆիլմերի ստուդիայում ու ոնց որ շատ տարբեր խառը ճանապարհ է եղել էլի, այսպես ասեմ, բայց վերջի զգացի, որ ամեն դեպքում ուզում եմ ակադեմիական հետազոտությունների ոլորտ գալ, այսինքն սա շատ երկար ու շատ շարունակական մտորումներով, ռեֆլեքսիաներով ճանապարհ է եղել, այնպես չէ, որ մի անգամից իմացել եմ, որ հաստատ սա եմ ուզում, ու այսպես մի անգամից գնացել եմ իմ ուզածի հետևից, այլ անընդհատ այսպես պաուզա եմ տվել ու ասել եմ լավ, արդյոք ես հիմա սա եմ ուզում, թե չէ, հետո հասկացել եմ, որ այո, ու շարունակել եմ ու ի վերջո ես հասա այն մտքին, որ հայ ես ուզում եմ ակադեմիական հետազոտություններով զբաղվել ու վերադարձա ոնց որ ԵՊՀ ու հիմա այնտեղ եւ դասավանդում եմ եւ հետազոտության օգնական եմ, այսինքն հետազոտող օգնական եմ։ Հետազոտող օգնական ես մի շատ հետաքրքիր թիմում, որը ֆանտաստիկ հետաքրքիր թեմաներով հետազոտություններ է իրականացնում։ Միգուցե պատմես գործընկերներիդ մասին ու ինչ նախագծեր ունեք, ինչ թեմաներ եք ուսումնասիրում։ Հետարդյունաբերական քաղաքների մասին ենք հիմա հետազոտություն անում Վիեննայի համալսարանի հետ։ Այնտեղ աշխարհագրության ֆակուլտետում գոլեգաներ ունենք, կրկին միջդիսցիպլինարության մասին խոսելով գալիս ենք դրան, մեր թիմում էլ կա աշխարհագրագետ, այսինքն մենք սոցիոլոգների, աշխարհագրագետների թիմ ենք ու այսպես մարդաբան նաև ունենք։ Այո, նաև մարդաբան ունենք, ուրեմն սոցիոլոգներ, մարդաբան, աշխարհագրագետներ ու բոլորս հավաքված ենք ինդուստրիալ քաղաքների շուրջ, մեր ինդուստրիալ քաղաքների հանդեպ մեր հետաքրքրության շուրջ, այսպես ասեմ, ու ընդհանուր կամ ավելի լայն եթե վերցնենք, ուրբան հետազոտությունների վերաբերյալ մեր հետաքրքրության շուրջ ենք բոլորս հավաքված։ 3 кейս ենք վերցրել՝ Սիսյան, Ստեփանավան ու Չարենցավան ու տարբեր չափանիշների ենք սրանք որոշել ըստ Երևանին մոտիկության, ըստ նրա թե երբ է այդ քաղաքի ստատուս ստացել, որքանով է մեծ, որքանով է փոքր ու ինչ ինդուստրիալ պատմություն ունի, նաև կողքից եթե այլ ֆակտորներ կան, օրինակ Ստեփանավանի դեպքում երկրաշարժի ֆակտորը, դրանք էլ ենք հաշվի առել, ու դրա փորձել ենք վերցնել 3 այնպիսի դեպք, որոնք կունենան ինչ-որ ընդհանրություններ, բայց միևնույն ժամանակ տարբեր պատմություններ կպատմեն։ Ու դեռևս այն ինչ անում ենք, շատ հետաքրքիր տվյալներ ենք ստանում ու մեզ համար էլ նոր էլի։ Ինչ եք ուզում հասկանալ այս քաղաքներում, իրենք post-industrial քաղաքներ են, ենթադրում եմ այնտեղ արդյունաբերությունը կանգ է առել կամ մասամբ կանգ է առել ու դուք հիմա փորձում եք հասկանալ այդ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այդ քաղաքներում այդ գործընթացից հետո։ Հա, իրականում ինչպես ձևակերպեցի, տրանսֆորմացիաներն ենք փորձում հասկանալ ու ինչ կենսակայուն, այսպես ասենք, ապագա կարող են ունենալ այդ քաղաքները, բայց նախ դա հասկանալու համար նախ գալիս ենք այդ վերափոխումներից, ոնց են դրանք տեղի ունեցել, եթե շարունակում են տեղի ունենալ, ոնց են տեղի ունենում, ինչ կարևոր շրջաններ են եղել այդ քաղաքներում, ոնց են դրանք սահմանել այն ժամանակվա անցուդարձը հիմիկվա ու խոսում ենք հենց բնակիչների հետ ու փորձում ենք իրենց միջոցով այդ ամեն ինչը հասկանալ։ Նաև ասացիր, որ դասավանդում ես, ինչ առարկաներ ես դասավանդում ու ինչպես է ստացվում ուսանողների հետ աշխատանքը։ Արվեստի սոցիոլոգիայի դասավանդում անցյալ կիսամյակ էլի վերադարձանք արվեստի սոցիոլոգիային, ոնց գնում ենք դրա շուրջ ենք պատտվում։
Շատ մեծ էնտուզիազմով է իրականում դասավանդում ու ես էլ փորձում եմ միշտ այնպես անել, որ իմ դասը չլինի միայն լեկցիա 4, բայց չլինի նաև միայն քննարկում, այսինքն միշտ փորձում եմ իմ կարծիքով այդ շատ կարևոր է, որ լինի լեկցիայի եւ ինտերակտիվ քննարկման, այսպես կոմբինացիա ու փորձում եմ առարկան այնպես դասավանդել, որ հնարավորինս ներառի ժամանակակից քննադատական մոտեցությունները նաև ու ոնց որ ուսանողներին պատրաստի այն հետագա քննարկումներին, որ իրենք այդ թեմայի շուրջ կարող են ունենալ, բայց միևնույն ժամանակ ես փորձում եմ հնարավորինս իրենց տեղ տալ, որ ըստ իրենց հետաքրքրությունները կարողանան հարմարեցնել այս առարկային, այսինքն ոնց որ դու էիր անում ուսանող ժամանակ։ Ոնց ես անում, ոնց ես կրկնում եմ, ես հավատացած եմ, որ սոցիոլոգիայի պարագայում դա այսպես շատ հեշտ ու հավեսով կոպիտ ասած արվող բան է։ Ես օրինակ ոչ թե քննություն եմ գերադասում վերցնել, այլ միշտ փորձում եմ այնպես անել, որ իրենք էսսեներ գրեն ու հետո խոսեն իրենց էսսեների մասին։ Թեմաների հարցում, այսինքն ես իրենց տալիս եմ ազատություն, կարող են ցանկացած արվեստի գործ վերցնել կամ արվեստի հետ կապված ցանկացած թեմա վերցնել ու դրա վերաբերել էսսեն գրեն, կարևորը այնտեղ լինի նաև սոցիոլոգիական վերլուծություն, ոչ թե զուտ ինչ գիտեմ, ես երաժշտությունն եմ սիրում, սրա մասին գրեմ, մենակ դա չէ, էլի դա սոցիոլոգիական վերլուծությամբ։ Այս քո սոցիոլոգիական մարդաբանական հետաքրքրությունների հախուռն շրջանում դու նաև ի վերջո որոշեցիր վերադառնալ լրագրությանը եւ սկսեցիր այս ոլորտում էլ ինչ-որ քայլեր անել, ինչպես այդ որոշումը կայացրիր, ինչպես վերարթնացավ քո մեջ հետաքրքրությունը, նոր բառ օրինեցի լրագրության հանդեպ եւ արդեն ինչ քայլեր արեցիր այդ ուղղությամբ։ Լրագրության հետ իմ ճանապարհը շատ այսպես բարդ ու խզումներով միշտ, որովհետև ես ինչ-որ պահերի մտածում եմ, չէ, հետո էլի հետ եմ գալիս դրան, հետո էլի մտածում եմ, չէ, իրականում ինչու սոցիոլոգիայից հետո անմիջապես դրանով չզբաղվեցի, որովհետև սոցիոլոգիա սովորելով այսպես շատ հստակ մտածողությունը փոխվում է, մտածելու ձևը փոխվում է, այդպեսի նույնիսկ շատ հայտնի աշխատանք կա, կոչվում է սոցիոլոգիական երևակայություն, այսինքն քո մտածելու ձևը շատ հարցերում փոխվում է, նույն տեքստեր գրելիս դու ամեն բառ, ասենց ամեն ինչը մտածելով ես էլի գրում, չգիտեմ, պետքա կարողանաս գտնել այն ճիշտ կոմբինացիան, որ ասենք ինչ-որ աշխատանքների հումտաս եւ միևնույն ժամանակ քեզնից էլ ասելիք ունենաս, ավելի գիտականացվում է տեքստը, դա նկատի ունես արգումենտներով ավելի, ամենքեր փորձում ես բացատրել, թե դու ոնց ես եկել այդ մտքին, չեմ ասում լրագրության մեջ պետք չի ունենալ, դա իհարկե դա էլի կարևոր է կարծում եմ, ուղղակի հաճախ նայած ինչ լրագրության մասին ենք իհարկե խոսում, օրինակ եթե արագ լրագրության մասին է խոսքը կամ զուտ լուսաբանման մասին, ըստ պետք է շատ արագ իրավիճակային կողմնորոշվել, կարողանալ ինֆորմացիան տեղ հասցնել, այսպես ասեմ։ Հա եւ այդ չափից երկար ինչ որ մի կետի շուրջ մտածելը ավելի շատ կխանգարի, քան կօգնի։ Միանշանակ։ Բայց եթե խոսում ենք այն լրագրության մասին, որը դու ես անում, կարծում եմ բավականին պիտի որ օգնի այդ գիտական կամ հետազոտական մտածելակերպը, իսկ դու սոցիալական խնդիրների մասին ես խոսում, մարդկային պատմություններ ես պատմում ու իդեպ շատ լավ է դա քեզ մոտ ստացվում, դրա համար երևի պատմես թե ինչպես սկսեցիր կամաց նաև լրագրողական տեքստեր գրելու փորձեր անել եւ ինչ թեմաների շուրջ սկսեցին, հա, քո աշխատանքները լինել։ Ես հետո ինձ համար այս միտքը, որ ասում էի, որ շատ այդ արագության մեջ ինձ դժվար էր կողմնորոշվել, ես հասկացա, որ ես ինձ համար բացահայտեցի դանդաղ լրագրությունը, այսինքն որ ես կարող եմ էլի հանգիստ աշխատել տեքստերի վրա ու նույնիսկ փորձում եմ այդ մարդաբանական, էթնոգրաֆիական գրելավոճը բերել լրագրություն ու այսպես համատեղել այդ երկուսը միասին, որ բահից սկսեց, գուցե երբ հետմեդիա գործարանում էի սովորում, ես էլի իմ մեջ հիշեցի, որ թե ես ինչքան էի սիրում գրել, ինչքան հավես էր ինձ համար դա, հետո դրանից մի քանի տարի անց Չայխանայի fellowship-ին մասնակցեցի, որտեղ բնապահպանական թեմա, այսինքն թեմատիկ շրջանակը կար, ես դրա մեջ սկսեցի աշխատել, բայց ինձ այդ թեմաները այսպես շատ գրավեցին ու ես փորձում էի էլի ոչ թե զուտ ասել խնդիր կա եւ այլն, այլ փորձել մարդկային պատմությունները կապել այդ խնդրի հետ։ Ինձ համար շատ առանձնահատուկ մեծ տեղ ունի այն հոդվածը, որ գրել էի Սևանի մասին, որովհետեւ խոսում էի թե ինչպես է ոնց որ ինչպես են մարդկանց կյանքերը, ովքեր ջրին մոտիկ են ապրում, ովքեր Սևանի մոտիկ են ապրում,
ինչպես են իրենց կյանքերը միահյուսված ջրի տատանումների հետ, ջրի փոփոխության հետ ու շատ հետաքրքիր հարցազրույց եմ օրինակ ունեցել 94 տարեկան մարդու հետ, ով ամբողջ կյանքում իր աշխատանքը կապված է եղել Սևանի հետ, ու ինքը տեսել է աստիճանաբար ոնց է Սևանի մակարդակը նվազում ու իր կյանքի տարբեր этаպների հետ էր դա կապում ու դա ինձ համար շատ հետաքրքիր էր։ Դրանից հետո սկսեցի նաև այլ թեմաներով աշխատել, վերջին հոդվածս, կարծես վերջինս է, այո, որ ավելի շատ իմ սննդի անթրոպոլոգիա, որ հիմա սկսել եմ հետաքրքրվել, դրա հետ եմ ավելի շատ կապել, ու քանի որ կարևոր եմ համարում նաև, որ մենք ոչ թե զուտ անենք ինչ-որ բան, հա մեզ շատ բան կարող է հետաքրքրել, բայց կարևոր է նաև ի վիճակի լինել արձագանքել նրան, ինչ մեր շուրջը տեղի է ունենում, այսինքն կտրված չմնանք էլի իրականությունից ամբողջությամբ, հենց փորձեցի Երևանում տեղի ունեցող ոնց որ սննդային լանդշաֆտի, այսպես կարող եմ ասել, սննդային ուրբան միջավայրի փոփոխությունները վավերագրել, ինչպես են Արցախից տեղահանված հայերը այստեղ սննդի կետեր բացել, ու ինչպես է դա իրանց օգնում, որ ավելի հեշտությամբ հարմարվեն այստեղ կյանքին։ Հասկացա, այսինքն սնունդը ինչ որ տեղական նշանակություն ունեցող գուցե նաև մշակութային մարդաբանական տարրեր է պարունակում, որը բացահայտելով նաև մարդկանց ու նրանց խնդիրների մասին ես փորձում պատմել։ Խոսքիդ մեջ նշեցիր, որ երբ որ սկսում ես հետազոտություններով զբաղվել, տեքստ գրելու, հա, ձևերը փոխվում են եւ ավելի գիտական տեքստ ես գրում։ Հիմա երբ որ լրագրողական տեքստեր ես գրում, այստեղ ինչքան էլ հետազոտությունը կարևոր է, բայց գրելու տրամաբանությունը ավելի ուրիշ է, եթե մարդկային պատմություններ ես պատմում, դա մոտենում է ավելի ստեղծագործականությանը, ինչպես ես կարողանում այս երկուսի մեջտեղում գտնել, թե որտեղ ինչ ձեռագրով գրես, այսինքն միտեղ դու հետազոտություն ես անում, հետազոտական նախագծերի ես մասնակցում, մեկ այլ տեղ լրագրողական աշխատանք ես անում, որը ավելի լայն հանրության համար է, ինչպես ես կարողանում, հա, ճիշտ ոճը գտնել պատմություն պատմելու։ Սկզբում բարդ էր, եթե անկեղծ լինեմ, շատ բարդ էր այդ տարանջատում դնելը, բայց հետազոտական տեսակետից, երբ հետազոտական տեքստեր եմ գրում, դրան այնքան սովոր եմ, որ արդեն մոտս ինչ-որ չափով ինքնըստինքյան է ստացվում, բայց իհարկե դա նաև անընդհատ աշխատանք է, այն ինչ երկու հարցում էլ ինձ օգնել է կարդալ տեքստեր այդ ոլորտներից, երբ անընդհատ սոցիոլոգիական տեքստեր ես կարդում կամ նոր հոդվածներ, որոնք գրվում են, ակամայից արդեն քո ձեռագիրն էլ է սկսում այդ ոլորտում ձևավորվել, նույնն էլ լրագրության մեջ, բայց լրագրության մեջ ինձ նաև ինչն է օգնել, ես ոնց որ ակամայից մտովի վերադառնում եմ իմ այդ 8-9 տարեկան եսին, որն մեծ համակարգչի դիմաց նստած փորձում էր ինչ-որ տեքստեր գրել, ես մի քիչ փորձում եմ վերացարկվել իմ այդ սոցիոլոգի եսից ու ավելի շատ մի քիչ էմոցիոնալ փորձեմ գրել, մի քիչ փորձեմ այնպես չի որ սոցիոլոգիայում գրում եմ ընդհանրապես էմոցիա չկա, իհարկե կա, որովհետև ես մի քիչ չեմ հավատում այդ լրիվ օբյեկտիվ, լրիվ չեզոք լինում, որովհետև մենք ենք ինչ միևնույն ամեն դեպքում միշտ մենք ենք ընտրում թեմաները, միշտ կա ինչ-որ սուբյեկտիվ գործոն այդտեղ, էմոցիան, այսինքն միշտ կա շատ թե քիչ, ուրիշ հարցը ինչքան շատ ու ինչքան քիչ, բաժինը ինչքան պիտի լինի ու ինչքան այդ պետք է երևա քո տեքստում, էլի, որ փուլում պետք է երևա քո հետազոտության, այսինքն հա դու թեման ընտրում ես, բայց դու նաև պետք է կարողանաս փորձել մի քիչ երբ անհրաժեշտ է դիստանցիան պահել ու կարողանալ վերլուծելիս փորձել ու հնարավորինս անաչառ մնալ, այսպես ասեմ, իսկ լրագրողական տեքստերում հիմա փորձում եմ մի քիչ նաև այդ սոցիոլոգի ձայնը բերել, որ չստացվի մենակ պատմողական, այլ լինի վերլուծական տեքստ ու պատմողական տեքստ, որոնք կմիավորվեն, փորձում եմ դեռևս դժվար է, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ։ Շուշան, իսկ սոցիոլոգիա, մարդաբանություն, լրագրություն եռանկյունու մեջ կողմնորոշվել ես արդեն, թե որ ուղղությամբ ես ուզում ավելի խորանալ, թե պատկերացնում ես այս երեքի համատեղումը քո կարիերայի ընթացքում, թե դժվար հարց եմ տալիս, որի պատասխանը չունես։ Ինձ թվում է համատեղում եմ պատկերացնում, ինձ թվում է մեր ժամանակակից աշխարհում ես տեսնում եմ ամեն դեպքում դրա հնարավորությունը, նույնիսկ լրագրության մեջ ես տեսնում եմ, որ հաճախ մարդիկ հետաքրքրվում են պատմողական հարուստ տեքստերով, երկար, որոնք ավելի անալիտիկ են, իհարկե այդտեղ հետաքրքրության հարցը, որն է ավելի շատ հետաքրքրում,
բայց իմ կարծիքով հիմա ավելի քան երբևէ հնարավոր է այս երեք ուղղությունը միմյանց հետ համատեղել։ Ես ինձ իրականում տեսնում եմ էլի հետազոտությունների մեջ, ես ուզում եմ ասպիրանտուրա անել եւ ոնց որ ավելի խորացված ակադեմիական հետազոտություններով զբաղվել, բայց երբեք չեմ ուզում դա հակադրել նրան, որ, չգիտեմ, զուգահեռ գրեմ նաեւ մեդիայում ու գուցե, չգիտեմ, ավելի հմտություններս զարգացնեմ այն ուղղությամբ, որ կարողանամ այնպես գրել, որ դա կհամատեղի եւ իմ սոցիոլոգի ձայնը եւ իմ գրելու հանդեպ մեծ սերը, որ միշտ ունեցել եմ։ Գուցե ինչ-որ պահից նաեւ գիտության հանրայնացման նախագծեր կարողանաս անել, որովհետեւ եթե ոլորտից ես, դրա լրագրողական բաղադրիչն անելը շատ ավելի հեշտ կլինի, հաշվի առնելով, որ երկուսի փորձն էլ ունես։ Շատ շնորհակալ եմ, որ դա նշեցիր, որովհետև դա ինձ համար շատ կարևոր ու առանցքային պահ է, որովհետև երբ լինում ես ակադեմիական միջավայրերում, հաճախ այնքան հետաքրքիր քննարկումներ են, բայց դրանք մնում են նեղ պատերի արանքում, ու ինձ համար շատ կարևոր, շատ արժեքային պահ է դա, այսպես ասեմ, շատ սկզբունք է, որ գիտելիքը պետքա դուրս գա ակադեմիայի պատերից, մենք պետքա փորձենք հանրայնացնել դա հնարավորինս, ու լրագրությունը այստեղ նաև գործիք է, որով մենք փորձում ենք այն հետազոտությունները, որ մենք օրինակ անում ենք, դրա մասին մենակ մենք չենք իմանում։ Այնպես ենք անում, որ մարդիկ էլ իմանան դրա մասին, ում կհետաքրքրի։ Հատկապես սոցիոլոգիական մարդաբանական հետազոտությունները կարևոր է լայն հանրությանը հասցնելը ու այդ առումով առանձնակի կարևորվում է։ Եվ Շուշան, քո այս բազմազան հետաքրքրություններից դուրս, այսինքն աշխատանքից, լրագրությունից, հետազոտություններից դուրս ինչ հետաքրքրություններ ունես, որոնց սիրում ես ժամանակ հատկացնել։ Իրականում շատ սիրում եմ ժապավենային լուսանկարչական տեսախցիկով նկարել, երբ անընդհատ մենք մեր հեռախոսներով ամեն ինչ 15 անգամ նկարում ենք նույն կադրը, այս ժամանակներում ինձ թվում է շատ հավես է, որ ամեն կադրը կարող է լինել լավ մտածված, ու դու կարող ես չիմանաս ինչ է ստացվել, սպասես մինչև այդ բոլոր կադրերը լրանան, հետո գնաս ու պրոյեկտից, այսինքն երևակելուց հետո նոր տեսնես, թե ինչպիսին են ստացվել քո նկարները ու ամեն կադրն անելուց դու լավ մտածում ես, դու փորձում ես հասկանալ արժի ես կադրը նկարել, թե չէ, որովհետև հեռախոսներով մենք բոլորս անընդհատ ամեն ինչ նկարում ենք։ Ապահովության զգացողություն է տալիս, որ չստացվի մի հատ էլ կանեմ։ Հա, կամ հետո կընտրեմ, ոչինչ 100 հատ անեմ, հետո կընտրեմ, բայց դա ոնց որ մի քիչ ոնց որ պահն ենք բաց թողնում դրա մեջ, ինձ թվում է, իսկ ժապավենով ֆոտոապարատները ինձ թվում է հնարավորությունը ընձեռում են, որ այնպեսի կադր ֆիքսենք, որ հետո ասենք մի քանի ամիս հետո կամ մի քանի տարի հետո նայենք, ասում ենք, այս է տորներ, այս է պահներ ու ոչ ոնց որ ֆիլտրելու հնարավորություններ չկան, ինչ-որ բաներ փոխելու հնարավորություններ չկան, ոնց որ կյանքն է չֆիլտրված, այսպես ասեմ, չփոփոխված։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Աննա ջան։ Ես հիշեցնեմ, որ Բուն TV եթերում գիտության մարդիկ հաղորդաշարներ եւ իմ հյուրն այսօր Շուշան Աբրահամյանն էր։